ում հացում ես, ահա, մուլտֆիլմը ինքան դժվար է, կինոյից դժվար է, բայց իրանք չեն պատկերացնում, գիտեն, որ դժվար է, այդ հարցը կա, դժվար է, բայց ոնց է արվում, նրանք չեն պատկերացնում։ Այստե անպայման դու բանը, ծտերին ազատես կադրից թրջունին մի հատ հանես, որ ես արխային կպտեմ կոզոստերից։ Էդի շատ է չի լինի, այսքան հազիվ է։ Անվան հուրին կծնվի ամսի մեկին, հա, բոլորի համար կծնվի ու կներկայանա իր ամբողջ գունային աշխարհով։ Սա այն պրոցեսն է, այն պրոֆեսիոնալ, որ բոլորը չեն, որ կարողանում են, ասենք, դիմանալ։ Մի վայրկյանում գնում են մոտավորապես 10-12 նկար, նայած ինչ արագությամբ անում։ Նկարվել է երևի 30,000 նկար ամբողջ մոտի ընթացքում։ Բացի այն, որ դուք պիտի լավ տիրապետես, ասենք, շարժմանը հասկանաս, նաև պիտի զգաս ժամանակը։ Եթե սխալ դրեցիր ժամանակը, քո պերսոնաժը սխալ կշարժվի։ Ճիշտ ասած, որ կադրերը տեսա մուլտիկի, հասկացա, որ ինչ-որ սենց բան դեռ չենք տեսել ու շատ լավ ստացվեց։ Մի անգամ Արտուրն եկավ ինստիտուտ, փնտրում էր մեկին, ով կգրի իր համար, մուլտֆիլմի համար երգի բառեր։ Ես մի անգամից ասի, Արդ, խնդրում եմ կլինի, ես գրեմ, ասի ճիշտ է, դու էլ ես գրում, գրի։ Սև քարի տակ։ Պետք է անպայման նշել, որ բոլորը պրոֆեսիոնալ երաժիշտներ են, երգիչներ են, այսինքն դա այս մի մյուզիկլի մեջ աշխատում են օպերային երգիչներ, որոնք այսօրվա դրությամբ ներկայացնում են Հայաստանը տարբեր միջազգային թատրոններում, բայց այսօր մենք համախմբվել ենք եւ անում ենք աշխարհի ամենալուրջ գործը, մուլտ ենք երգում եւ դա հրաշալի ընթացք էր։ Միքայելյանը շատ հետաքրքիր եւ վառ գույներով նկարագրում էր կերպարների գործողությունները, հիշում եմ Արթուրի խաղը այդ ժամանակ երգի երաժշտության տակ։ Լիտրը կզի, լիտրը մանի, համ խճեճի խճուճնանի, եփի, թափի, կարի, ձևի, մատները ոսկի, ինքը ոսկի, սազը ձերքիդ գովա, գովա։ Տեսանք համացանցում հոլովակը, որ այդպիսի հրաշք մի պրոյեկտ է նկարահանվում, երբ որ ծանոթացանք Արտուրի հետ, այդ ժամանակ մենք բավականին ակտիվ զբաղվում էինք բազմաֆինանսավորման պլատֆորմների ուսումնասիրություններով, զբաղվում էինք Արմակատ ընկերության տնօրեն Խաչիկ Գևորգյանի հետ եւ մենք որոշեցինք Indiegogo հարթակով հավաքել մնացած գումարը, որը որ անհրաժեշտ էր պրոյեկտը ավարտելու համար։ Մենք ունեցել ենք եւ ֆինանսական խնդիրներ եւ ստեղծագործական խնդիրներ, կարող ենք վստահորեն ասել, որ հաղթահարել ենք բոլոր այդ խնդիրները։ Հետ նայելով տեսնում ենք, որ սա իսկապես ինստիտուտ է բոլորիս համար, ինձանից սկսած բոլոր այն մարդկանց, ովքեր անցան նախագծով։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլորին, ովքեր հավատացին, որովհետեւ դժվար ժամանակաշրջան էր այդ 4 տարի։